Ներողություն եմ խնդրում, հա։ Ըստ էության, հարգելի լրագրողներ, երեկվա հնչեցրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունները իրականությանը չհամապատասխանող էին եւ ունեին նաեւ իմ պատիվն ու արժանապատվությունը հարատավորող բնույթ եւ ես որոշել եմ իմ իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պաշտպանել դատական կարգով ու հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու մասին։ Բոլոր այն արտահայտությունները, որոնք առնչվում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իմ պարտականությունները կատարելուն, շահերի բախումներ ունենալուն, այնտեղ դուք կմտաբերեք, որ նաև իլիականից ու ոդիսականից մեջբերումներ արվեցին, այդ բոլոր արտահայտությունները, արված արտահայտությունները եւ մեջբերված փաստերը իրականությանը չհամապատասխանող են եւ ոչ միայն չեն համապատասխանում, այլև այնպիսի կոնտեքստում էր ներկայացում այդ ամենը, որը արատավորում էր անձի այս դեպքում իմ պատիվն ու արժանապատվությունը։ Պարոն Դրմեյան, ասել եք, որ հանրությունը շուտով հասկանալու է, որ կառավարությունը մեկ անձ չէ, երբ շուտով եւ ինչպես է հասկանալու։ Դժվար ճանապարհ է, ես ընտրել եմ այն ճանապարհը, որը իրավական է, իրավաչափ է, օրինական է, ես պատահական այսպես ոտքի վրա խոսքեր չեմ ասում, իմ ձեռքը մաքուր է, խիղճս հանգիստ է եւ պատրաստ եմ այդ երկար ճանապարհով, իրավական ճանապարհով հասնելու նրան, որ հերքվեն այն արտահայտությունները, որոնք արվել են իմ հասցեին, իմ անձի հասցեին, արատավորող բնույթ ունեն եւ կարծում եմ նաեւ պետք է մեկ ընկալում լինի, որ Հայաստանի Հանրապետությունում մեր այս հայրենիքում չի կարող լինել բռնապետություն։ Մենք գնում ենք ուղիղ այդ ճանապարհով։ Այս պահին ես գումարային պահանջ դեռ չեմ ներկայացրել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հնարավորություն է տալիս հայցի հիմք եւ առարկա փոխել, ավելացնել պահանջները։ Այս պահին զուտ, քանի որ շատ արագ իրադարձությունները զարգացան, ես այս պահին ներկայացել եմ ուրեմն արտահայտությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջ, ընթացքում կերևա, միգուցե նաև ներկայացնեմ։ Չէ, քաղաքացիական, այո, քաղաքացիական հայց է, Երևան քաղաքի ուրեմն ընդհանուր իրավասության դատարանը մեկ դատական տարածք է եւ ըստ էության բոլոր դատարաններում էլ այդ հայցը կարող է ներկայացվել։ Սա թեև քրեական դատարանի նստավայրներ, բայց մենք կներկայացնենք մուտք կարվի հայցադիմումը 3 այլ նստավայրից որևէ մեկում, ըստ էության դա տեխնիկական հարց է մեծ հաշվով։